Բարև ձեզ եւ բարի գալուստ React-ի հայերեն դասընթաց։ Եթե դուք երբևէ մտածել եք, թե ինչպես են կառուցված ժամանակակից վեբ կայքերը, ինչպես են աշխատում Facebook-ը, Instagram-ը կամ Netflix-ը, ապա այս դասընթացը հենց ձեզ համար է։ Մենք կսովորենք React-ը հայերենով, քայլ առ քայլ, բազ եւ հասկանալի բացատրություններով։ Այս առաջին դասում մենք կծանոթանանք React-ի հետ եւ կհասկանանք, թե ինչու այն այդքան տարածված է ամբողջ աշխարհում։ Կիմանանք, թե ինչ են կոմպոնենտները եւ ինչպես են դրանք օգնում ծրագրավորողներին։ Կծանոթանանք JSX-ի հետ, որը React-ի հատուկ շարահյուսությունն է։ Եվ ամենակարևորը, կգրենք մեր առաջին կոմպոնենտը։ Պատրաստ ես։ Սկսենք։ React-ը JavaScript գրադարան է ինտերֆեյսներ ստեղծելու համար։ Այն ստեղծվել է Facebook-ի կողմից 2013 թվականին եւ այսօր համարվում է ամենահայտնի UI գործիքներից մեկը։ React-ի հիմնական ուժը կոմպոնենտային կառուցվածքն է։ Սա նշանակում է, որ մենք edge-ը բաժանում ենք փոքր անկախ մասերի, կոմպոնենտների։ Յուրաքանչյուր կոմպոնենտ կարող ենք օգտագործել բազմիցս, ինչը արագացնում է մշակումը եւ պահպանում կոդի մաքրությունը։ React-ը նաև շատ արագ է աշխատում։ Այն օգտագործում է Virtual DOM, edge-ի վիրտուալ պատճեն հիշողության մեջ։ Երբ տվյալները փոխվում են, React-ը նախ թարմացնում է այդ պատճենը, համեմատում է հնի հետ եւ իրական edge-ում փոխում է միայն անհրաժեշտ հատվածները։ Արդյունքում հավելվածը աշխատում է սահուն եւ արդյունավետ։ React-ը օգտագործում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Facebook-ը, Instagram-ը, Netflix-ը, Airbnb-ն եւ Notion-ը։ Կարևոր է հիշել, React-ը framework չէ, այլ գրադարան։ Դա նշանակում է, որ մենք կարող ենք օգտագործել այն ճկուն ձևով եւ ավելացնել միայն այն գործիքները, որոնք մեզ պետք են։ Հիմա մենք կսովորենք, թե ինչպես ստեղծել նոր React պրոյեկտ։ Առաջին հերթին պետք է տեղադրել Node.js, որը թույլ է տալիս ներբեռնել անհրաժեշտ գրադարանները եւ վերափոխել JSX կոդը սովորական JScript-ի։ Դրանից հետո օգտագործում ենք VS Code կամ WebStorm մեր կոդը գրելու համար։ React նախագիծը արագ եւ հեշտ ստեղծելու համար օգտվում ենք Vite-ից, որը աշխատեցնում է ծրագիրը եւ ցույց է տալիս արդյունքը բրաուզերում անմիջապես։ Սկսելու համար ստեղծենք նոր հրաման npm create vite add latest project։ Մուտք գործենք պրոյեկտ եւ տեղադրենք գրադարանները npm install։ Այնուհետև գործարկենք ծրագիրը npm run dev եւ այն կբացվի http://localhost 2.5173 հասցեում։ Vite-ը շատ ավելի արագ է աշխատում, քան create React app-ը, ուստի խորհուրդ է տրվում հենց այն օգտագործել։ Կոմպոնենտը դա JavaScript ֆունկցիա է, որը վերադարձնում է HTML կամ JSX։ React-ում կոմպոնենտները օգտակար են, քանի որ թույլ են տալիս կառուցել ինտերֆեյսը փոքր անկախ մասերից, որոնք հեշտությամբ կարելի է վերօգտագործել տարբեր էջերում կամ ծրագրերում։ Պատկերացրեք կոմպոնենտը որպես Lego-ի խորանարդիկ։ Փոքր մասնիկները միավորվում են, ստեղծելով մեծ կառուցվածք։ Յուրաքանչյուր կոմպոնենտ ունի իր անունը, որը սովորաբար սկսվում է մեծատառով, որպեսզի ավելի հեշտ լինի տարբերակել եւ գտնել։ Կոմպոնենտները միշտ պետք է վերադարձնեն HTML կամ JSX։ Դրանք կարող են պարունակել բազում էլեմենտներ, թե տեքստ, թե պատկերներ, թե այլ կոմպոնենտներ։ Այս մոտեցումը թույլ է տալիս կոդը դարձնել մաքուր եւ հասկանալի, քանի որ ամեն մի կոմպոնենտ անջատված է մյուսներից։ Կոմպոնենտները կարելի է օգտագործել բազմաթիվ անգամներ տարբեր մասերում։ Օրինակ կարող ենք ստեղծել greeting կոմպոնենտ, որը պարզապես ցույց է տալիս «Բարև React» եւ մի փոքր բացատրական տեքստ։ Այնուհետև նույն կոմպոնենտը կարելի է կրկնել ցանկացած քանակությամբ app կոմպոնենտի ներսում օգտագործելով։ Կոմպոնենտները նաև պետք է էքսպորտ անել, որպեսզի հնարավոր լինի դրանք ներմուծել եւ օգտագործել այլ ֆայլերում։ Այս մոտեցումը շատ օգտակար է մեծ նախագծերի համար, որտեղ կան բազմաթիվ կոմպոնենտներ եւ անհրաժեշտ է, որ ամեն բան աշխատի միմյանցից անկախ։ JSX-ը React-ում օգտագործվող հատուկ սինտաքս է, որը թույլ է տալիս գրել HTML-ի նման կոդ անմիջապես JS Programming Language-ի ներսում։ Այսինքն մենք կարող ենք միաժամանակ օգտագործել եւ JavaScript-ի հնարավորությունները եւ HTML-ի կառուցվածքը։ JSX-ի օգնությամբ մենք կարող ենք նկարագրել, թե ինչպիսի տեսք պետք է ունենա մեր ինտերֆեյսը։ React-ը այդ կոդը հետո փոխակերպում է սովորական JavaScript-ի, որը արդեն բրաուզերը կարող է հասկանալ եւ ցուցադրել։ JSX օգտագործելիս կան մի քանի կարևոր կանոններ։ Առաջին, class ատրիբուտի փոխարեն օգտագործում ենք class name։ Երկրորդ, երբ ուզում ենք օգտագործել JavaScript արժեքներ, դրանք գրում ենք ձևավոր փակագծերի մեջ։ Երրորդ կարևոր կանոնը այն է, որ յուրաքանչյուր կոմպոնենտ պետք է ունենա մեկ հիմնական, այսպես կոչված root տար։ Եվ եւս մեկ տարբերություն, ինքնափակ թեգերը պետք է փակվեն։ JSX-ը նաև թույլ է տալիս գրել պայմանական տրամաբանություն։ Օրինակ մեր user card կոմպոնենտում մենք ստանում ենք օգտվողի անունը եւ տարիքը։ Եթե տարիքը 18-ից մեծ է, ապա կարող ենք ցուցադրել լրացուցիչ նշում, չափահաս է։ Արդյունքում JSX-ը դարձնում է React-ի կոդը ավելի ընթերնելի, ավելի հարմար եւ շատ ավելի հեշտ կառավարվող մեծ նախագծերում։ Props-ը React-ում օգտագործում են տվյալներ փոխանցելու համար մեկ կոմպոնենտից մյուսին։ Ավելի կոնկրետ, ծնող կոմպոնենտը կարող է տվյալներ փոխանցել դուստր կոմպոնենտին։ Այսինքն, կոմպոնենտները կարող են փոխանակվել տվյալներով, ինչը թույլ է տալիս ստեղծել ավելի ճկուն եւ բազմակի օգտագործվող կոդ։ Օրինակ, պատկերացնենք, որ ունենք button կոմպոնենտ։ Այն կարող է ստանալ տարբեր տվյալներ, օրինակ տեքստ եւ գույն։ Այս տվյալները փոխանցվում են props-ի միջոցով։
Այդ դեպքում նույն button կոմպոնենտը կարող ենք օգտագործել տարբեր ձևերով։ Մի կոճակը կարող է ունենալ ողջույն տեքստ, մյուսը ջնջել, իսկ երրորդը պահպանել։ Սա նշանակում է, որ մենք գրում ենք կոմպոնենտը մեկ անգամ, բայց կարող ենք օգտագործել այն բազմաթիվ տարբերակներով։ Props-ի հետ աշխատելիս կա մի կարևոր կանոն։ Դրանք միայն կարդացվող են, այսինքն դուստր կոմպոնենտի ներսում props-ը փոփոխել չի կարելի։ Դրանք պարզապես օգտագործվում են տվյալները ցուցադրելու կամ կիրառելու համար։ Այս մոտեցումը օգնում է պահել կոդը պարզ, կազմակերպված եւ հեշտ վերահսկելի, նույնիսկ մեծ նախագծերում։ React սովորելիս սկսնակները հաճախ թույլ են տալիս մի քանի տարածված սխալներ։ Եկեք տեսնենք դրանցից ամենատարածվածները։ Առաջին սխալը՝ կոմպոնենտի անունը գրել փոքրատառով։ React-ում կոմպոնենտների անունները պետք է սկսվեն մեծատառով, հակառակ դեպքում React այն կհամարի սովորական HTML տառ։ Երկրորդ տարածված սխալը՝ class օգտագործելը JSX-ում։ React-ում դրա փոխարեն պետք է օգտագործել class name, քանի որ class բառը JavaScript-ում հատուկ նշանակություն ունի։ Երրորդ սխալը՝ մեկից ավելի տառ վերադարձնել առանց ընդհանուր root տարի։ React-ում յուրաքանչյուր կոմպոնենտ պետք է վերադարձնի մեկ հիմնական տառ։ Դրա համար հաճախ օգտագործում ենք fragment։ Եվ վերջապես, հաճախ մոռանում են էքսպորտ անել կոմպոնենտը։ Եթե կոմպոնենտը էքսպորտ չանեք, այն հնարավոր չի լինի օգտագործել այլ ֆայլերում։ Այս դասում մենք ծանոթացանք React-ի հիմնական գաղափարներին։ Տեսանք, որ React-ը JavaScript բյուրադարան է, որը օգտագործում է օգտատիրական ինտերֆեյս ստեղծելու համար։ Սովորեցինք, թե ինչ է կոմպոնենտը, ինչպես է աշխատում JSX-ը եւ ինչպես կարելի է տվյալներ փոխանցել props-ի միջոցով կոմպոնենտների միջև։ Հիշեք նաև կարևոր կանոնը՝ կոմպոնենտների անունները պետք է սկսվեն մեծատառով։ Հաջորդ դասում կսովորենք useState-ը եւ կհասկանանք, թե ինչպես ավելացնել հիշողություն React կոմպոնենտներին։ Բաժանորդագրվեք, որպեսզի բաց չթողնեք հաջորդ դասը։